Հայաստանում իրենց խոսքերով կին թափմատակյալ Արտիկնաս Մանուկյանի պլանավորման, նրա տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ որն է նպատակը կնոջ շահը այսպես պլանավորել, որովհետև պրակտիկայով տեսեք ավելի հանդիպող աչքի դասարանները, որ անչափահաս երեխաներ մայիսի այն իշխանությունների ժամանակ, որը մենք անվանել ենք հանցավոր ռեժիմ նախորդ իշխանությունների նախկինների մասին է խոսքս, կանանց նկատմամբ միշտ եղել է ընդգծված ավելի հանդուրժող վերաբերմունք, անչափահաս երեխաներ ունեցողների նկատմամբ առավել հանդուրժող վերաբերմունք ա եղել եւ ես չեմ հիշում ինչ տեսակի հանցագործություն պիտի տեղի ունեցած լիներ, որի համար կարելի էր սահմանափակել երեխաների հետ հանդիպումները։ Սա իսկապես աննախադեպ կարող են իրենց աննախադեպության ցուցակում եւս մեկ կետ ավելացնել, իրանք իսկապես աննախադեպ են այս իմաստով, որովհետեւ անցել են բոլոր բարոյական նորմերը։ Նպատակը վախի մթնոլորտ սերմանելը, բոլոր մարդիկ, ովքեր որ հիմա ունեն երեխաներ, իրանք մի ենթադրվում է, որ նրանք ովքեր որ վախ ունեն, կմտածեն էլի մի քայլ առաջ։ Արժի որևէ գործողություն իրականացնել, որևէ, չգիտեմ, ակցիային դեկոզ այսպիսի մասնակցել, թե չմասնակցել։ Ինչքան քիչ լինեն մասնակցողները, այնքան այս իշխանությունների լեզուն երկարելու է եւ ձեռքերն երկարելու են, որովհետեւ նախկինում եղած գործիքակազմը այլևս չի գործում, միջազգային գործընկերները այլևս չտեսնելու են տալիս, քաղաքասարակությունը ոնց հասկանում եք մի բաժանվել է մի քանի մասերի, մի մասը ուղղակի համաձայն չի, բայց ուղղակի լռում է, մի մասը դարձել է Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստները, խոսացողները այնքան քիչ մարդիկ են մնացել, որ չգիտեմ, շատ ավելի հեշտ է իրանց էլ նստացնել, իրանց երեխաների հետ հանդիպումներն սահմանափակել, քան ինչ որ ուրիշ գործողություններ իրականացնել։ Որևէ կերպ դա բացատրելու չի, որպես 1000 տարվա նաև իրավաբան, փաստաբանությամբ զբաղված, իրավապաշտպան կառույցի ղեկավար ասում եմ, դա որևէ կերպ միջամտել չի կարելի։ Գիտեք, մի 13 տարեկան երեխայի սահմանափակել հանդիպումը, ծնող աղջիկ երեխու հանդիպումը մոր հետ սահմանափակելը, դա ֆաշիստական քայլ է, դա ծայրահեղ անբարոյական եւ որևէ հիմնավորում չունեցող քայլ է։ Եվ հետևաբար սրա նպատակը բացի ցավեցնելուց, բացի նվաստացնելուց մարդկանց, բացի, չգիտեմ, խոշտանգելուց, որտեղ սա իսկապես խոշտանգում է։ Եթե կան, չգիտեմ, այլ տեղերում այդքան երեխաների հետ փոխկապակցվածությունը, չգիտեմ, այդպեսին չի, վերաբերմունքը երեխաների նկատմամբ։ Բոլորն գիտեն, Հայաստանում մենք մի տեսակ յուրահատուկ վերաբերմունք ունենք մեր երեխաների նկատմամբ, բացառիկ դա բոլորն են նշում, դա միայն մեր խոսքը չի էլի։ Այնպես որ հատուկ բան կա, էլի, հատուկ ցավեցնելու, խոշտանգելու միտում կա։ Այո, պատժելու։ Մի կողմից պատժելու, կոնկրետ մարդկանց պատժելու, մյուս կողմից հենց վախի մթնոլորտ ստեղծելու, որպեսզի մնացածը 10 անգամ մտածեն գործողություն անելուց առաջ։ Տեսեք, եթե այսպես դիտարկեմ հանդիմության, Դա անկեղծ ասած ես միշտ եմ ասել, որ մենք արդարադատության համակարգ որպես այդպեսին երբեք չենք ունեցել, հիմա էլ չունենք։ Նենց չի որ տենց մի հատ բացահայտում ա եղել, այ հիմա հանկարծ դատարաններ չկան, կամ հիմա հանկարծ պարզվեց որ մենք դատախազություն չունենք, բայց մենք երբ ենք ունեցել։ Բոլոր ժամանակներում արդարադատության համակարգը գործել է որպես գործիք, մամլիչ գործիք օրվա իշխանություններին։ Մի տարբերությամբ ժամանակին կային, այսպես ասած, գրված եւ չգրված կանոններով որոշակի շեմ կար, որը որևէ մեկ իրեն թույլ չէր տալի անցնելու։ Հիմա այդ շեմերը չկան, որովհետեւ հիմա կարիք կա, այո, նաեւ գիտեք, չգրված կանոնները մի տեսակ իրանց բան են վերաբերվում, հա, բայց դրանք սովորույթներ են, որոնք տասնամյակներով, տարիներով, հարյուրամյակներով գուցե ձևավորվում են եւ մարդկանց մոտ շատ ավելի լավ են աշխատում, լավ են ընդունվում, քան գրված օրենքները։ Երբ որ դու գալիս ես ջարդելու, ոտնատակ անելու, բացի մնացած արժեքներից նաև այդ սովորույթները, որոնք քո պետության ներսում որոշակի հարաբերություններ են կարգավորել։ Դու գալիս ես այս երկիրը ավիրելու ուղղակի, ուրիշ բանի համար դու չես գալի։ Եվ այդ նպատակը իրանց մոտ ակնհայտ է եւ իրանք դա չեն էլ թաքցնում։ Իդեպ Տիկին Կարպետյան ձեր դիմումը դատախազությունը հրահարի դեմ։ Այո։ Առայժմ ընթացք չկա, ասում եմ, մի բողոք էլ նորից ենք գրել մոտակա ժամանակ, դե պարզ էր որ չէր լինելու համեկը իրանց սրբազան կովերից մեկն է, ինչպես արդարադատության համակարգը իրենց ձեռքում որպես խաղալիք, այնպես էլ համեկը իրենց ձեռքում ուղղակի խաղալիք է իրենց պրոպագանդան տարածելու համար։